Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Մինչ Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, Բաքուն Գերմանիայի նախագահի հետ հանդիպմանը կրկին նախապայմաններից է խոսել։ Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի նախագահին ամենայն հայոց կաթողիկոսը խնդրել է բարձրացնել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։ Գյումրիի ընտրություններում 15% քվեստացած Մարտուն Գրիգորյանը դեռ չի ասում, կօգնի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալ։ Ընդդիմադիր տեխնացուների միջև ոչ մի լարվածություն չկա։ Ռուսաստանից ավելի քան 4 միլիարդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով մեղադրանքի առաջադրվել գեներալ Մովսես Հակոբյանին։ Պարոն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, այն պարզ պատճառով, որ իրան մեղսագրվող արարքը իր հետ ընդհանրապես կապ չունի։ Հիասթափված է արդյոք Տրամպը Պուտինից։ Fox News-ի լրագրողն է հարցը բարձրացրել։ Մոսկվան ձգձգում է Կիևի հետ բանակցությունները։ Ազատությունը եթերում է, բայց կրճատված անձնակազմով եւ միջոցներով։ Այդ ֆոնին Եվրախորհրդանի падգամավորները եւ Եվրամիության ղեկավարները անդրադառնում են Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի ապագային։ Ում դաշտում է խաղաղության գնդակը, մինչ Երևանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, Բաքուն շարունակում է իր նախապայմանները թելադրել։ Բայց եթե խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո այդ նախապայմանների մասին խոսում էին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները, ապա այսօր դրանք հնչեցրեց անձամբ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահը կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները, Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասորիսում Իլհամ Ալիևն ընդգծել է, թե գնդակը Հայաստանի դաշտում է, եւ եթե Երևանն իսկապես ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա պետք է կատարի Ադրբեջանի այդ երկու նախապայմանները։ Մեր նախապայմանները հայտնի են Հայաստանին, մենք դրանք երկար ժամանակ է, որ առաջ ենք քաշել, սակայն մինչ օրս Հայաստանից որևէ լուրջ պատասխան չենք ստացել։ Ինչի մասին են այդ նախապայմանները։ Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրության մեջ կա հղում անկախության հռչակագրին, եւ այն սահմանադրության բաղկացուցիչ մաս է։ Իսկ այնտեղ կա դրույթ Ադրբեջանի օրինական պատմական տարածքը Հայաստանին միացնելու մասին, ինչը հանդիսանում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով այս դրույթի դուրսբերումը Հայաստանի սահմանադրությունից մեր լեգիտիմ պահանջն է։ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, այս երկու նախապայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի։ Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Ալիևին, սակայն Հայաստանի իշխանությունը պարբերաբար պնդում է, թե երկրի մայր օրենքի փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Նախատեսվում է, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի ընտրությունները։ Ընդ որում, ինչպես արդարադատության նախարարն էր նշել, նոր սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն, ապա Հայաստանը պատրաստ է դրան, բայց խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ադրբեջանական նախապայմաններին զուգահեռ Գերմանիայի նախագահն այսօր Իլհամ Ալիևի հետ համատեղ ասորիսում ամեն դեպքում հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիրն ի վերջո կստորագրվի, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մեծ նշանակություն ունի։ Անցած 1 տարում մեծ քայլեր են արվել։ Մարտի 13-ին հայտարարվեց խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին։ Եկել է ստորագրման հիանալի պահը։ Հավատում եմ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Փոխզիջումների համար մեզ պետք է քաղաքական կամք, որպեսզի գնանք մինչև վերջ։ Իդեպ Ադրբեջանի նախագահն այսօր խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին, ասելով, որ թեև Հայաստանը փորձել է Ղարաբաղի հարցը ընդգրկել խաղաղության պայմանագրում, բայց իրենք թույլ չեն տվել։ Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևակերպումը, որը մինչև 2024 թվականի հունվար ամիսը Հայաստանը փորձում էր ներառել խաղաղության պայմանագրում, գոյություն չունի։ Այն գոյություն ուներ միայն Հայաստանի երազանքներում, կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջան։ Ալիևի խոսքերից պարզ չի դառնում, ինչպես էր մինչև 2024 թվականի հունվարը հայկական կողմը փորձում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը ներառել խաղաղության պայմանագրում, երբ 2022-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում։ ԱԳՆ-ն Ալիևի այս նոր պնդմանը ևս չի արձագանքել։
Իդեպ Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի նախագահը վերանայել է Արցախի մասին իր մոտեցումը։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, որ Ինստագրամի իր պաշտոնական էջում 2 օր առաջ հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը եւ գրել, որ այնտեղ մեծամասամբ հայեր են ապրում, այսօր արդեն Բաքվում արցախահայերի մասին ոչինչ չի հիշատակել։ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի նախագահը հայտարարել է. «Մեջբերում եմ, մենք գիտենք եւ ճանաչում ենք Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»։ Արցախի դրոշի լուսանկարով Շտայնմայերի ինստագրամյան հրապարակումը այցի նախօրեին դիվանագիտական սկանդալի էր վերածվել Բեռլինի ու Բաքվի միջև։ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա էր հղել գերմանական կողմին, պահանջելով ներողություն խնդրել։ Ի պատասխան Գերմանիայի պետքարտուղարը կատարել էր այդ պահանջը, վստահեցնելով, թե տեղի ունեցածը տեխնիկական սխալ է։ Խաղաղության պայմանագրի ստորագրման, Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ հարցերից բացի Գերմանիայի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են նաեւ երկկողմ տնտեսական հարցեր։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ միայն այս տարվա առաջին ամսում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը շուրջ 3 անգամ աճել է, հասնելով ավելի քան 485 միլիոն դոլարի։ Միայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Գերմանիայի արտահանել 500,000 տոննա նավթամթերք, 5 անգամ ավելի շատ, քան անցած տարի։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծում են, որ լինելով դեպի Եվրոպա բնական գազի կարևորագույն արտահանող, Բաքուն Բեռլինին նաև առաջարկում է հեռանկարային հնարավորություններ կանաչ էներգետիկայի ոլորտում։ Գերմանիան այս պահին Ադրբեջանի 5-րդ ամենախոշոր տնտեսական գործընկերն է։ Բաքու մեկնելուց առաջ Գերմանիայի նախագահը հանդիպել էր ամենայն հայոց կաթողիկոսին։ Գարեգին II-ը նրան խնդրել էր Բաքվում անդրադառնալ հայ ռազմագերիների ազատ արձակման եւ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման հարցերին։ Այն ժամերին, երբ հայ առաքելական եկեղեցու հովվապետը ընդունում էր Գերմանիայի նախագահին, Բաքվում շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Երեկ նրա դեմ ցուցումքներով էին հանդես գալիս հայկական ուժերի հետ վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորականները, որոնք սակայն անկեղծորեն խոստովանում էին Վարդանյանին անձամբ չեն ճանաչում։ Նրա մասին սոցիալական ցանցերից եւ մամուլից են տեղեկացել։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը խնդրել է Երևանից Բաքու մեկնած Գերմանիայի նախագահին Ադրբեջանում բարձրացնել Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական ժառանգության պահպանության խնդիրները։ Շտայնմայերը ըստ մայրաթոռի հավաստիացրել է, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Գերմանիայի նախագահն արդեն հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջը, բայց մինչև այս պահը ադրբեջանական լրատվամիջոցները չեն տեղեկացրել, թե Շտայնմայերը հայ գերիների ազատ արձակման հարց Բաքվում բարձրացրել է։ Ադրբեջանում 23 հայ ռազմագերի է պահվում։ Ձերբակալությունից 1.5 տարի անց հունվարի վերջին սկսվեց նրանցից 16-ի դատավարությունը։ Էրմենստան վետենդաշը Ռուբեն Վարդանյանն Բաքվի դատարանում 3 շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը։ Այն անցկացվում է արցախցի նախկին մյուս պաշտոնյաներից առանձին։ Չնայած Ռուբեն Վարդանյանը Արցախ տեղափոխվելու որոշումը 2022-ի սեպտեմբերին է կայացրել, բայց երեկվա դատական նիստի ժամանակ, ինչպես Ազերթաչն է փոխանցում, դատարան են բերվել 20-ից ավելի տուժողներ, որոնք ըստ պետական լրատվամիջոցի տուժել են հանցավոր խմբի գործողություններից, որին Ռուբեն Վարդանյանը միացել է 2020-ի դեկտեմբերին։ Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի համար ստեղծված խմբավորումը ըստ մեղադրանքի գործել է Հայաստանի պաշտոնյաների ղեկավարությամբ։ Բաքվի բանտում ի նշան բողոքի 2 անգամ հացադուլ հայտարարած Արցախի նախկին պետնախարարը շարունակում է ցուցմունք չտալ։ Նրա դեմ ցուցմունք տվածների թվում է եղել Քելբաջարում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկի նյութատեխնիկական ապահովման բաժնի պետը։ Նա հայտարարել է, որ իր ծառայության վայրը հեռու է եղել հայկական զինված ուժերի հետ շփման գծից։ Չնայած դրան տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ականանետային գնդակոծության ժամանակ։ Սա մեջբերում էր։ Ու չնայած տուժողները եկել էին դատարան Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունքներ տալու, ըստ պետական Ազերթաչի հայտարարել են, որ նրան անձամբ չեն ճանաչել, նրա մասին լրատվամիջոցներից եւ սոցցանցերից են տեղեկացել։ Պետնախարարի պաշտոնը Վարդանյանը ուղիղ 3.5 ամիս է զբաղեցրել։ 2022-ի նոյեմբերին պաշտոնը Ռուբեն Վարդանյանն ի տարբերություն իր նախորդի ավելի լայն լիազորություններով ստանձնեց, բայց ուժայինները նրան չէին ենթարկվում։ Ես տեղ եմ, ես պայքարում եմ։ Սա հետ չի պահել Ադրբեջանին Վարդանյանի դեմ 42 մեղադրանք առաջադրելուց, պատերազմ վարելուց մինչև կտանքների կիրառում, կանխամտածված սպանություն եւ ահաբեկչություն ու դրա ֆինանսավորում։ Նրա միջազգային փաստաբանների խոսքով Վարդանյանին Ադրբեջանում ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում։ Գերիները պետք է ազատ արձակվեն եւ վերադարձվեն եւ այդ թատական գործերը, այդ պրոցեսները
դադարեցվել, որովհետև դրանք անընդունելի են։ Հայաստանի իշխանությունն ակնկալում է գերիների շուտապույտ վերադարձ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական նախագահ Սարգիս Խանդանյանն էր այսօր պնդում։ Դրա համար, ասում էր, ամեն օր աշխատում են։ Պատգամավորը կարծում է, հարցը խաղաղության պայմանագրի ստորագրմամբ էլ կարող է լուծվել, բայց դա նախապայման դարձնելն էլ ճիշտ չի համարում։ Տրամաբանական չի լինի, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, Հայաստանի քաղաքացիները լինեն գերեվարության մեջ Ադրբեջանում։ Իհարկե մեր ակնկալիքն այն է, որ որքան հնարավոր է շուտ վերադառնան ազատ արձակվեն գերիները, որովհետև դա հումանիտար հարց է ու քաղաքական դիվանագիտական բաննակցությունների այս որպես նախապայման դրա ներառումը ես կարծում եմ ընդունելու չէ։ Գերիների ազատ արձակման հարցում իշխանության քայլերն ընդդիմադիրները բավարար չեն համարում։ Նախ կործանարար են որակում միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելու պայմանավորվածությունը։ Դրանց թվում նաև գերիների իրավունքների պաշտպանության հարց կա։ Ընդդիմախոսները իշխանությունից գործուն քայլեր են պահանջում, հիշեցնում, երկիրն իր քաղաքացիներին վերադարձնելու պարտավորություն ունի։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է Բաքվից հնչող պնդումները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել էր, թե իբր այսօր 13:55-ից 14:05 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նախորդ օրերին ևս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նման մեղադրանքներ էր հնչեցրել։ Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար գյուղերի բնակիչները սակայն պնդում էին, որ հենց ադրբեջանցիներն են գիշերային ժամերին գնդակոծում իրենց բնակավայրերը։ Ներքաղաքական գլխավոր ինտրիգը Գյումրիի շուրջ է։ Ընտրությունից 3 օր անց էլ դեռ հստակ չէ, ով է ղեկավարելու մեծությամբ երկրորդ քաղաքը։ Այստեղ գնդակը քվեների 15%-ը ստացած մեր քաղաքը դաշինքի առաջնորդի մոտ է և փաստացի նա հիմա պետք է ասի։ Ավագանիում իր ղեկավարած խմբակցությունը կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին, թե ոչ։ Մարտուն Գրիգորյանի համար սա հեշտ որոշում չէ։ Մի կողմից նա խոստացել է, որ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա, մյուս կողմից էլ հին թշնամանք կա նրա և Վարդան Ղուկասյանի միջև։ Գյումրիի ապագա ավագանիում վճռորոշ ձայներ ստացած մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը երրորդ օրն է պահում է ինտրիգը ու չի ասում։ Ի վերջո սատարելու է երկրորդ տեղը զբաղեցրած Վարդան Ղուկասյանին։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնին արդեն 5-րդ անգամ հավակնող Վարդան Ղուկասյանն այսօր Ազատությանն ասաց, ինքն էլ տեղեկություն չունի։ Առանց մեր քաղաքը դաշինքի ձայների Կոմկուսի ցուցակը գլխավորող Ղուկասյանը քաղաքապետարան վերադառնալ չի կարող։ Իր և մյուս երկու ընդդիմադիր ուժերի ձայները բավարար չեն։ Իսկ Մարտուն Գրիգորյանը չի շտապում իր երբեմնի Ախոյանի ճակատագրում հստակություն մտցնել։ Նա կիրակի օրվա արտահերտից հետո հեռախոսազանգերին չի պատասխանում, հանրային վայրերում չի երևում, շտաբն էլ փակ է պահում։ Գյումրու ընտրությունները երեկ նաև քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում են քննարկվել։ Իշխող ուժը թեև ամենաշատ ձայնն է ստացել, բայց Կոմկուսի նման միայնակ չի կարող իշխանության գալ Գյումրիում։ Հնարավոր է քաղաքապետ ընտրեն ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանին։ Նիստին մասնակցած պատգամավոր Ալխազ Ղազարյանը ուղիղ պատասխան չտվեց այս հարցին։ Ես այս պահին չեմ կարող որևէ բան ասել, չեմ կարող, որովհետև տենց որոշում էլ չունենք, ինչ որ քննարկում էլ չենք ունեցել, ոչ։ Մենք միանշանակ ունենք մեր 14 մանդատը, մենք սպասելու ենք, տեսնենք ինչ կլինի, կհասկանանք ընթացած ինչ կլինի, բայց որևէ բան այս պահին ձեռնպահ կմնամ ասելու կամ որովհետև նման որոշում այս պահին որևէ ձև չունենք։ Օրենքով համայնքի ղեկավարը պետք է ընտրվի ավագանու առաջին նիստում, եթե քաղաքական ուժերը բոյկոտեն ու նիստը չկայանա ու 2 շաբաթվա ընթացքում համայնքի ղեկավար չընտրվի, ապա ավագանին կլուծարվի ու նոր ընտրություններ կնշանակվեն, իսկ եթե քվորում ապահովի նիստը կկայանա, ապա այն չի ավարտվի մինչև չընտրվի համայնքի ղեկավար։ Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը Գյումրիի պարագայում չհավաքի անհրաժեշտ 17 ձայնը, ապա համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փուլ կլինի։ Սա սակայն նոր ընտրություններ չի նշանակում, ավագանին է շարունակելու համայնքի ղեկավարի ընտրությունը։ Այս անգամ ընտրությունում առավելագույն ձայներ ստացած
տեխնացուները կարող են առաջադրվել։ ՔՊ-ական Սարիկ Մինասյանն ու Կոմկուսի առաջին համար Վարդան Ղուկասյանը։ Ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանն ասում է, եթե այս դեպքում էլ ոչ մեկը չստանա 17 ձայն, ապա հաղթող կհամարվի ընտրություններում առավելագույն ձայն ստացած տեխնացուն, այսինքն ՔՊ-ից Սարիկ Մինասյանը։ Եթե էլի ի վերջո ամեն դեպքում հավասար են ձայները բաշխվում, այս դեպքում ստանում է համայնքի ղեկավարի պաշտոնը նա, ում կուսակցությունը ընտրություններում առավել շատ ձայներն է ստացել։ Մինչ այս գործում էր կարգավորում, որ ստանում է տարիքով ավագը, բայց կարգավորումը փոխվել է եւ ավելի արդար է դարձել այն իմաստով, որ ընտրողների կամքն է արտահայտում, ով ավելի շատ ձայն է ստացել, այդ տեխնացուն էլ արդեն ստանում է համայնքապետի պաշտոնը։ Ումինչ, ով կդառնա Գյումրիի քաղաքապետ հարցը դեռ պատասխան չունի, երեք իրավապահները հայտնեցին, որ վարույթ են նախաձեռնել այդ պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանին վերագրվող մի ձայնագրության առնչությամբ, որը իշխանական լրատվամիջոցները տարածեցին նախընտրական քարոզարշավի վերջին օրերին։ Ձայնագրությունում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը խոսում էր Գյումրիի շուկաներից մեկի աշխատակիցների հետ հանդիպում կազմակերպելու մասին, սպառնալիքներ ու կոպիտ հայոյանքներ հնչեցնում։ Ղուկասյանն այսօր չցանկացավ խոսել քրեական նոր վարույթից, իսկ ավելի վաղ ուղիղ չէր հերկել, թե ինքը չէ խոսողը։ Արհեստական բանականություն եք ասում, ինչ եք ասում, դե այդպես էլ հասկացեք, էլի ինչ ասեմ։ Դե թող հետաքրքրվեն, վերջում արհեստական բանականությունը ջրի երես դուրս կեկա։ Վարույթը հարուցվել է հավաքին մասնակցելուն հարկադրելուն, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով։ Դրանով նախատեսվում է տուգանքից մինչև 3 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելք։ Քննչական կոմիտեն չի ասում վարույթի հարուցմանը ինչ է հետևելու, կգնան Վարդան Ղուկասյանին ձերբակալելու, թե ոչ։ Արդեն իսկ մի քանի քրեական գործով անցնող Ղուկասյանը ընտրությունների հաջորդ օրը չէր բացառել իր ձերբակալությունը։ Գյումրիի ընտրությունների ժամանակ ընտրակաշարք տալու խոստման համար մեղադրվող 70-ամյա Անահիտ Խալաթյանը, որ մեր քաղաքը դաշինքի ավագանու տեխնացու է եւ նրա 75-ամյա բարեկամուհին Կիմա Հայրապետյանը ժամեր առաջ ազատ են արձակվել, նրանց նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել։ Տարեց կանանց եւ նրանց 90-ամյա բարեկամուհու Գյումրիից Բերմյան էին ենթարկել Կիրակի օրը փաստաբանների պնդմամբ բռնության կիրառմամբ։ Ազատ արձակված կանանցից մեկը ազատության հետ զրույցում պատմել է վերջին 3 օրերին իրեն անդադար հարձակքնել են։ 75 տարեկան գյումրեցի Կիմա Հայրապետյանը Կիրակի օրն առաջին անգամն էր ձերբակալվում, 3 գիշեր անցկացրեց Ճաղերից այն կողմ։ Իրավապահները նրան մեղադրում են Գյումրիի ընտրություններին ընտրակաշարքի խոստում ընդունելու համար։ Խոստումն ըստ քրեական գործի տվել է մեր քաղաքը դաշինքի ավագանու անդամ 70-ամյա Անահիտ Խալաթյանը։ Նրանք միասին են ձերբակալվել։ Էդիշկան մարտիկա բնձի քննից աղջիկ ջան մազերից վրա ինչքան որ հաշիվ կա։ Այնի քննեց ընդրտվավ, ընձի կստիվեն ուսած թե փող, տո ինչ փողի հարց չեղը, ընձի առաջարկություն չեն երը։ Ես ընձի փող չեն տվե, ես ուրիշի փող չեմ տվե, ոչ խոստացել եմ, պալաջան։ Հակակոռուպցիոն քրեական դատարանն այսօր ձերբակալությունից ազատ արձակեց ընտրակաշարքի գործով մեղադրյալ 2 տարեց կանանց, դատականիստերը դռնփակ էին։ Կիմա Հայրապետյանին ու Անահիտ Խալաթյանին իրավապահները ձերբակալել էին ընտրատեղամասի մոտ, երբ նրանք Կիմայի 90-ամյա բարեկամուհուն օգնել էին հասնել քվեարկության։ Նախորդին 90-ամյա տիկուշին ազատ էին արձակել առանց որևէ մեղադրանքի, իսկ մյուս երկուսին մեղադրանք ներկայացրել, երկուսն էլ մեղքը չեն ընդունում։ Դատարանը երկուսի նկատմամբ էլ ընտրել է ազատության մեջ վարչական հսկողություն խափանման միջոցը, որը տեղաշարժի ու հաղորդակցման որոշակի սահմանափակում է ենթադրում։ Դատարանից դուրս գալուց հետո 75 տարեկան կինը պատմեց, թե ինչպես են հակակոռուպցիոնի աշխատակիցներն իրեն քաշքշելով նստեցրել ավտոմեքենա։ Համալ ավտոյի չէ, այնպես քաշին ընձի քցեցին ավտոն ուրա, հետենել հաշկերը վրեժ չարել էսպես մատը տեսքենե հանգարց խոսացումի, կողքու բոլորը չէ, կասի տղա ջան, մարդ ասպան եմ, խուլիգան եմ, ինչ եմ, սուստ սեջե քեզի էց է,
Հեզի հեմի գտանինք ու փակինք։ Հակակոռուպցիոն կոմիտեն հերքում է այս, ինչպես նաև մյուս կնոջ Անահիտ Խալաթյանի մեղադրանքները ձերբակալելիս հարվածներ հասցնելու մասին։ Փաստաբանները, որ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը մանրամասներ չեն ներկայացնում, միայն հայտնեցին, որ մեղադրանքի հիմքում Խալաթյանի եւ Հայրապետյանի խոսակցությունն է, իսկ այն ըստ փաստաբան Արսեն Բաբայանի ոչ թե ընտրակաշառքի, այլ կենցաղային ընտանեկան խնդրի մասին է եղել, որի լուծման համար 15000 դրամի կարիք է եղել։ Ինչ որ անձինք իրար հետ խոսել են, կանայք խոսել են կենցաղային որոշակի հարցերի շուրջ, որ այստեղ անհրաժեշտություն կա այս գործը անել եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա դա բերել են, կապել են ընտրակաշառք խոստանալու հետ։ Այն դեպքում, երբ որ պարզ հարց առաջան, ընտրակաշառք խոստանալու ավելի հեշտ չի տանել փողը տալ, ասել գնա ընտրի։ Կիմա Հայրապետյանն Ազատությանը պատմեց, որ եղբոր ընտանիքի հետ մի բակում է ապրում, միայնակ կենցաղային խնդիրներ ունի, բայց միևնույն է որևէ ընտրակաշառքի մասին խոսք չի եղել։ Ասած ճիշտ է, Անահիտ Խալաթյանի հետ ազգականներ չեն, բայց նա իր մտերիմն է։ Իրենց հետ ձերբակալված 90-ամյա կինն էլ իր բարեկամն է, ում հետ միասին գնացել են քվեարկության։ Քերուս աղջիկներ էր, սենձոր կերտած ինձի ձենան է։ 90 տարեկան կինը։ Հա։ Անունն ինչ է։ Տիկուշ։ Տիկուշ։ Ազգանունը։ Չգիտեմ։ Հա։ Ինչ որ այ մեծ խեշ կնգա դոկումենտներն են տղեկը վերցրել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը բողոքարկելու է այս որոշումը։ Դատարանն արգելել է Հայրապետյանին շփվել նույն բակում ապրող հարազատների հետ։ Էլեկտրոնային սարքի կիրառում, ես չգիտեմ, էլեկտրոնային սարքի կիրառումը ինչպես է ապահովելու։ Այո, ես գիտեմ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, տարիքով 75 տարեկան։ Փաստաբանը պնդում է, որ դատարանը կարող էր 75 տարեկան կնոջն ազատ արձակել ավելի շուտ, մեղադրյալի կարգավիճակից հետո, երբ արդեն պարզ էր, որ քննիչը մտադիր չէ նրան տանել կալանքի, բայց դատարանը մերժեց Մելիքյանի այս միջնորդությունը Հայրապետյանի 72 ժամ պահելով անազատության մեջ։ Եվ ամենայն վերջի րոպեին մինչև պահեց։ Այսօր դատարանում վատացել էր Անահիտ Խալաթյանը, ճնշումներ բարձրացել։ Ստապօգնություն եկավ, բժիշկները առաջարկեցին տեղափոխվել հիվանդանոց հետազոտությունների, Խալաթյանը հրաժարվեց։ Փաստաբան Մելիքյանն ընդգծում է, իրավապահները խտրական մոտեցում ունեն, օրինակ է բերում իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանին։ Այո, թեկնածուն քաղաքացիական պայմանագրի, երբ որ մի տատիկի ասում էր, որ փայտը վերջանա, ես քեզ փայտ կտամ, ընտրություններից քարոզարշավի ժամանակ։ Այդ նույն փաստը կարելի էր այս ամեն ինչի փոխարեն այստեղ քննել։ Կիրակի օրը Գյումրիում անցկացված տեղական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանի մեղադրյալ թիմակից Անահիտ Խալաթյանը նախկին ընտրություններում եւս ակտիվ է եղել։ Համացանցում մի տեսանյութ կա, որտեղ 2017 թվականին հենց ինքն է խոստովանում, որ ընտրողների հավաքել տարել է ընտրատեղամասեր։ Լավ եմ անում, տներից բերել եմ ու էլի պետք է բերեմ, խնդիրը չեմ տեսնում։ Բայց խախտում եք, չէ՞։ Խախտում չեմ անում, իմ բնակիչներից բերում եմ ընտրության։ Հիմա գնում եմ բերելու։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ռուսաստանից ավելի քան 4 միլիարդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով մեղադրանքի առաջադրվել գեներալ Մովսես Հակոբյանին։ Պարոն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, այն պարզ պատճառով, որ իրան մեղսագրվող արարքը իր հետ ընդհանրապես կապ չունի։ Հիասթափված է արդյոք Տրամպը Պուտինից։ Fox News-ի լրագրողն է հարցը բարձրացրել։ Մոսկվան ձգձգում է Կիևի հետ բանակցությունները։ Ազատությունը եթերում է, բայց կրճատված անձնակազմով եւ միջոցներով։ Այդ ֆոնին Եվրախորհրդանի падգամավորները եւ Եվրամիության ղեկավարները անդրադառնում են Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի ապագային։ Գեներալ Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանից ավելի քան 4 միլիարդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով։ Մեղադրանքը վերաբերում է Հակոբյանի 15-16 թվականների պաշտոնավարման ընթացքին, երբ նա զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Գեներալի պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը Ազատությանն այսօր հայտնել է, որ նախկին բարձրաստիճան զինվորականը չի ընդունում մեղադրանքը, քանի որ սպառազինության ներկրումը իր իրավասության շրջանակներում չի եղել։ Ռուսաստանից ավելի քան 4 միլիարդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանին։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբյանը մեղադրվում է պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։ Ինքը Հակոբյանն այսօր հրաժարվեց մեկնաբանություն տալ Ազատությանը։ Փոխարենը նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը փոխանցել
մնացեց։ Գեներալ գնդապետը չի ընդունում մեղադրանքը։ Դատախազությունից տեղեկացնում են, որ այս գործը կապ չունի անպիտան հրթիռների քրեական գործի հետ, որով մեղադրյալների շարքում դարձյալ նախկին բարձրաստիճան զինվորականներ են, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ու գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։ Պարոն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, այն պարզ պատճառը, որ իրան մեղսագրվող արարքը իր հետ ընդհանրապես կապ չունի, իրեն մեղսագրվում է այնպիսի գործողություն, այնպիսի մեղադրանք գործողության չկատարում, որի իրավասությունը ինքը չի էլ ունեցել։ Իսկ այդ գործողությունը կատարված է եղել ավելի վերադաս մարմնի կողմից։ Պաշտպանության նախարարության եւ ռուսական Ռոսօբորոն էքսպորտ ընկերության միջև։ Մինչդեռ մեղադրող դատախազ Կարեն Կարապետյանը հակառակն է պնդում, շեշտելով զենքի մատակարարման պայմանագիրը ռուսական ընկերության հետ 2016-ին կնքել է հենց պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Հակոբյանը։ Դատախազը հանրայինի հետ զրույցում հայտնել է, թե պայմանագրով ձեռք են բերվել հետախուզության եւ կրակի կառավարման շարժական ռադիոտեղորոշիչ համակարգեր։ Դրանք ըստ դատախազության առանց գործնական փորձարկման 2017-ին մատակարարվել են Հայաստանի ու Արցախի զինուժի ստորաբաժանումներին։ Սակայն դրանց առաջին իսկ կիրառության դեպքերում դրանք գործնական պայմաններում չեն կարողացել կատարել իրենց առջև դրված խնդիրները, չեն համապատասխանել իրենց մարդավարատեխնիկական բնութագրերին։ Ընդ որում դատախազության ներկայացմամբ 2018-ին Ռուսաստանից մասնագետներ են եկել համակարգերը նորոգելու համար։ Այս դրվագով էլ զինվորական պաշտոնյական անպտղության հոդվածով մեղադրանք է առաջադրվել բանակի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ Արմեն Հարությունյանին։ Նա եւս չի ընդունում մեղադրանքը։ Արմեն Հարությունյանը, հանդիսանալով հրթիռային զորքերի հրետանու վարչության պետ, պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, չի ստուգել վերանորոգվել են թե ոչ վերջնական եւ դրանք պիտանի են արդյոք կիրառելու համար թե ոչ, եւ ռուս մասնագետները գնացել են Հայաստանի Հանրապետությունից։ Դատախազությունը երկու գեներալներից հօգուտ պետությանը պահանջում է բռնագանձել ավելի քան 4 միլիարդ դրամը։ Մովսես Հակոբյանի փաստաբանն ազատությանն ասաց, թեև իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետը լրացել է, սակայն նա պատրաստվում է դատարանում ապացուցել անմեղությունը։ Ինքը եթե մեղավոր լիներ, վաղեմություն անցած դեպքում կարող օգտվել պետության կողմից տրված արտոնությունից եւ իր նկատմամբ քրեական վարույթը կարճվել, բայց չենք ընդունել, որոշել ենք գնանք պայքարելու եւ մեր անմեղությունը հիմնավորելու ճանապարհով։ Պլանի վերաբերյալ կա որոշում կայացումով 60-ամյա Հակոբյանը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու համար։ 4 տարի առաջ հարուցված այս գործով սակայն դեռ դատավճիռ չկա։ Այս մեկն առնչվում է 44-օրյա պատերազմից 10 օր անց գեներալ գնդապետի արած հայտարարություններին։ Նոյեմբերի 19-ի ասուլիսի ընթացքում Հակոբյանը պնդել էր, թե բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա։ Միևնույն ժամանակ իշխանություններին մեղադրել էր սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու, օպերատիվ օղակն ավելացնելու ու իսկական կռվողներին կրճատելու համար։ Դատական այս գործի ընթացքին ծանոթանալ հնարավոր չէ, դատալեքս համակարգում այն փակ է, պետական գաղտնիքի պատճառաբանությամբ։ Միջազգային լրահոսին անդրադառնանք, հիասթափված է արդյոք Թրամփը Պուտինից։ Ամերիկյան Fox News-ի լրագրողն է հարցը բարձրացրել, ընդգծելով. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով Մոսկվան ձգձգում է Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Այս ֆոնին Վաշինգտոն է մեկնում Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը։ Նրա վաշինգտոնյան հանդիպումները առաջին ուղղակի ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումը կլինեն 2022 թվականից ի վեր։ Սպիտակ տնից Պուտինի հասցեին հնչող մեղադրանքների ու սպառնալիքների ֆոնին առաջիկայում ռուսական կողմի բանագնացը ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Պուտինի մերձավոր Կիրիլ Դիմիտրիևը կմեկնի Վաշինգտոն, քննարկելու ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։ Ուկրաինա 2022-ին Ռուսաստանի ներխուժումից հետո սա կդառնա ռուս ամենաբարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Վաշինգտոն։ Կրեմլի խոսնակը հաստատել է, որ նման այց հնարավոր է։ Մենք շարունակում ենք շփումն ամերիկացիների հետ տարբեր խողովակներով։ Նախագահ Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար։ Վերջին օրերին նախագահ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, թե զայրացած է Պուտինի վրա եւ սպառնացել է անգամ պատժամիջոցներ կիրառել, եթե համոզվի, որ նա չի ցանկանում հրադադար հաստատել Ուկրաինայում եւ ժամանակ է ձգում։ Այսօր է Սպիտակ տնից Fox News-ի թղթակցին էին ասել, թե ամենավարչակազմը դիտարկում է Ռուսաստանից թվերային նավատորմի դեմ պատժամիջոցների հնարավորությունը։ Մոսկվան նաեւ Վաշինգտոնին է փոխանցել էներգետիկ օբյեկտների ցուցակը, որոնց ըստ ռուսական կողմի հարվածել է Ուկրաինան։
Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց տեսնում ենք ներկայիս առաջընթացը եւ Միացյալ Նահանգների գործընկերների ցանկությունը վերացնելու մայրաքաղաքներում դիվանագետների բնականոն աշխատանքի համար միանգամայն անընդունելի խոչընդոտները։ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Ազատությանն ասել է, որ Ուկրաինան պետք է բանակցի Ռուսաստանի հետ։ Ըստ նրա, բանակցություններին պետք է մասնակցի նաեւ Եվրոպան, քանզի դրանց արդյունքն առնչվում է նաեւ Եվրոպայի անվտանգությանը։ Ցանկացած գործարք չի աշխատի, եթե դրա իրականացմանը եվրոպացիները չմասնակցեն։ Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարել է, որ ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագրում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայման չկա եւ չի եղել, ապա հավելել, որ գործարքը չի կարող հակասել Եվրոպական միությանն Ուկրաինայի անդամակցությանը։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ամենօրյա ռեժիմով Միացյալ Նահանգներին են փոխանցում տեղեկություններ, թե ինչպես են ռուսները խախտում էներգետիկ օբյեկտներին չհարվածելու պայմանավորվածությունը։ Նա հույս է հայտնել, որ դա անհետևանք չի մնա։ Մենք дуже надіємося, що президент Трамп у нього є всі ці. Մենք իսկապես հուսով ենք, որ նախագահ Թրամփն ունի բոլոր համապատասխան գործիքները ուժեղացնելու պատժամիջոցների ճնշումը ռուսների վրա։ Այստեղ շատ կարևոր է որոշակի պայմանավորվածությունների մշտադիտարկումն ու իրականացումը։ Тут дуже важливо моніторинг виконання тих чи інших домовленостей. Միացյալ Նահանգների 50 հանրապետական եւ դեմոկրատ սենատորներ օրենքի նախագիծ են ներկայացրել, որն առաջարկում է 500% մաքսատուրք սահմանել Ռուսաստանից նավթ եւ ուրան գնող երկրների նկատմամբ, եթե Մոսկվան խափանի հրադադար հաստատելուն ուղղված բանակցությունները։ Պատժամիջոցները կկիրառվեն նաեւ, եթե Ռուսաստանը կրկին ձեռնարկի քայլեր, ներառյալ ռազմական ներխուժումը, որոնք կխարխլեն Ուկրաինայի ինքնիշխանությունը խաղաղության հասնելուց հետո։ Հրադադարի հարցում շոշափելի արդյունքների բացակայության ֆոնին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ժամանում է Բրյուսել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու։ Կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգային առաջնահերթությունները, դաշնակիցների պաշտպանական ներդրումների ավելացումն ու Ուկրաինայում կայուն խաղաղության ապահովումը։ Դիվանագիտական այս զարգացումներին զուգահեռ կողմերը չեն դադարեցնում ռազմական գործողությունները, գիշերը ռուսական անօդաչուների զանգվածային հարձակմանը ենթարկվել Խարկովը, կանտուժացներ։ Զելենսկին հայտարարել է, որ Սումիում եւ Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածները վնասել են էներգետիկ օբյեկտներ, չնայած դրանց չհարվածելու պայմանավորվածությանը։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական զինուժը Տագանրոգում եւ Կուրսկում անօդաչուներով հարվածել է բնակելի շենքերի։ Թուրքական ընդդիմությունը նոր մեկօրյա ակցիա է նախաձեռնել, պահանջելով ազատ արձակել 2 շաբաթ առաջ ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության ժողովրդահանրապետականի ներկայացուցիչները կոչ էին արել այսօր 24 ժամով դադարեցնել սպասարկման ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը։ Որպես հետևանք Ստամբուլում գործող խանութների եւ սրճարանների մի զգալի մասը այսօր փակ էր։ Այն օբյեկտներն էլ, որոնց սեփականատերերը չէին հետևել ընդդիմության կոչին, հիմնականում դատարկ էին։ Իշխանության ներկայացուցիչները ընդդիմության այս քայլը անվանել են տնտեսական սաբոտաժ։ Boykot yerinde bir karar, yani geç kalınmış bir karar, yapılması gereken bir şey. Բոյկոտը ճիշտ որոշում է, պետք էր ավելի շուտ անել, մարդիկ պետք է ցույց տան իրենց վրդովմունքը, եթե կառավարությունն այսպես շարունակի, երկրի վիճակն ավելի կվատանա։ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելի սկսած բոյկոտի գործողությունն ամբողջովին ճիշտ բան է, որպես խանութպան ես միացել եմ դրան, այս տարածքի բոլոր խանութպանները nույնպես միացել են։ Yani esnaf olarak katılıyoruz, bütün bu çevredeki esnaflar hepsi de katılıyor. Azalma gördüm. Այսօր 30-40%-ով պակաս մարդիկ են եկել։ Նույնիսկ եղան մարդիկ, որոնք եկել էին այստեղ գնումներ անելու, բայց կեսից հիշեցին բոյկոտի կոչը եւ թողեցին ապրանքն ու գնացին։ Սա կարող է անհատապես մեզ համար դժվարություններ առաջացնել, բայց եթե դա ընդհանուր առմամբ ամբողջ համակարգի համար դրական փոփոխության կհանգեցնի, ես աջակցում եմ դրան։ Ես 56 տարեկան եմ եւ տեսնում եմ, որ Թուրքիան դարձել է միասնական առաջին անգամ։ Կատարվում են գործողություններ, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ։ Իմ կարծիքով կառավարությունը իսկապես պետք է հավաքի իրեն, պետք է դեմքով շրջվի դեպի քաղաքացիները։ Նախագահական պալատից ոչինչ չենք ուզում։ Մենք ուզում ենք մի երկիր, որտեղ կարող ենք ապրել տնտեսական ազատության մեջ։ Մենք պարզապես արդարություն ենք ուզում։
Եվ վերջում մեր մասին, ազատությունը եթերում է, բայց կրճատված անձնակազմով և միջոցներով։ Այդ ֆոնին Եվրախորհրդանի պատգամավորները և Եվրամիության ղեկավարները անդրադառնում են Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի ապագային։ Ազատությունը եթերում է, բայց կրճատված անձնակազմով և միջոցներով երեկվանից լրատվամիջոցը սկսել է հարկադիր արձակուրդի ուղարկել Պրահայի կենտրոնակայանի աշխատակիցներին, քանի որ Միացյալ Նահանգների գլոբալ մեդիայի գործակալությունը USAGM-ը չի տրամադրել կոնգրեսի կողմից հատկացված ֆինանսավորումը։ Մոտ մեկ շաբաթ առաջ այդ կառույցը չեղարկել է ռադիոկայանի դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման մասին իր նամակը, այդուհանդերձ մինչ օրս ազատությունը չի ստացել կոնգրեսի կողմից հատկացված միջոցները։ ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալությունը չի հաստատել նաև ռադիոկայանի ապրիլ ամսվա ֆինանսական ծրագիրը։ Նախորդին Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանը նոր միջնորդություն է ներկայացրել Վաշինգտոնի շրջանային դատարան, խնդրելով ապահովել, որ USAGM-ը ռադիոկայանին տրամադրի հասանելիք միջոցները։ Լրատվամիջոցի ղեկավար Սթիվեն Կապուսի խոսքով ազատության աշխատակիցներն ու նրանց ընտանիքներն են վճարում գինը, մինչ ռադիոկայանը շարունակում է սպասել, թե երբ USAGM-ը կտրամադրի կոնգրեսի հատկացրած միջոցները։ Մինչ այդ, ինչպես հայտարարել է Կապուսը, Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանը մտադիր է շարունակել մնալ դատարանում, այնքան մինչև կստանան բավարար երաշխիքներ, որ USAGM-ը կհետևի օրենքին և կտրամադրի կոնգրեսի կողմից հատկացված միջոցները։ Եվրամիությունը պետք է լրացնի այդ ֆինանսական բացը, երեկ պնդում էր դաշինքի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ Եթե մենք դա չանենք, մեզ նվեր կմատուցենք բռնապետերին աշխարհով մեկ։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան այս մասին խոսում էր Եվրախորհրդարանում ազատության շուրջ ստեղծված իրավիճակին նվիրված քննարկմանը։ Եվրոպացի պատգամավորներից շատերն էին պահանջում Եվրոպական դաշինքը պետք է վճռական գործի այս հարցում և աջակցի ամերիկյան ֆինանսավորումից զրկվող հարուստ անցյալ ունեցող լրատվամիջոցին։ Երբ ես դպրոց էի հաճախում կոմունիստական Ռումինիայում, ծնողներս գրեթե ամեն օր ինձ հիշեցնում էին, որ ոչ ոքի չպատմեն, որ մենք Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայան ենք լսում։ Ես նույնիսկ հիշում եմ, թե ժամը քանիսին էր տատիկս փորձում որսալ ազատ խոսքը ռադիոյի խշխշոցների արանքներում։ Եկեք աջակցենք նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը ճշմարտությունը պաշտպանելու համար, ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով, ֆինանսավորմամբ և համերաշխությամբ։ Զանգվածային լրատվամիջոցների պաշտպանությունը առաջին հերթին ժողովրդավարության պաշտպանությունն է։ Ազատությանը Եվրոպական դաշինքի կողմից ֆինանսական միջոցներ հատկացնելուն դեմ էին հիմնականում աջակողմյան խմբերի ներկայացուցիչները։ Ազատություն ռադիոկայանը, ասում էին նրանք, ամերիկյան քարոզչական գործիք է և Եվրոպան նրանց համար փող չունի։ Ինչու մենք պետք է ֆինանսավորենք սառը պատերազմի մնացուկները, երբ մեր ազգային կարիքները կոնկրետ ներդրումներ են պահանջում։ Եվրամիությունը լավ կանի նախ Սլովակիայի ֆերմերներին օգնի պայքարել խոշոր եղջերաբար շրջանում տարածվող դաբաղի դեմ։ Ազատության ֆինանսական խնդիրների ծագման առաջին իսկ օրերից Եվրամիության անդամ մի շարք երկրների առաջնորդներ, ինչպես նաև դաշինքի ղեկավարությունը պատրաստակամություն են հայտնել քննարկել, ինչպես կարող են աջակցել մեդիա կորպորացիային։ Արդյոք Եվրամիությունն իսկապես պատրաստ է քայլեր ձեռնարկել ֆինանսապես աջակցելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով։ Երեկ այս հարցը ազատության թղթակից Ռիկարդ Յոզվյակն ուղղել էր դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։ And access to information is very important to European Union. Ազատ լրատվամիջոցները և տեղեկատվության հասանելիությունը Եվրամիության համար չափազանց կարևոր են։ Մյուս կողմից բազմաթիվ կազմակերպություններ, երկրներ մեզ են դիմում, քանի որ Ամերիկան հրաժարվում է աջակցել և բոլորը մեզ են դիմում այդ բացը լրացնելու խնդրանքով։ Պարզ է, որ մենք բոլորին օգնել ի վիճակի չենք, հետևաբար պետք է քննարկել, որն է պլանը, ինչպես ենք լրացնում։ So we really need to discuss what is the plan, how we cover. Ուղիեթերում ազատության լրատվական կենտրոններ, շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutyon.am կայքեջը և մեր սոցիալական հարթակներ։ Իսկ այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, հաջողություն։